Բարև ձեզ, ինչպիսին է ձեր շփումը պարոն Ալեքսանյանի հետ, ինչպիսի արտիստեր և ինչպիսի ընկեր։ Պարոն Ալեքսանյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատել հեռուստատեսային նովելում, ես որպես սցենարիստ, ինքը բնականաբար որպես դերասան, բացառիկ ես չէ որ պետք է այդ բնորոշումը տամ, բայց նաև ես եմ որ պիտի տամ, բացառիկ տաղանդավոր, խոնար, համեստ, լավ խորհրդատու, լավ զրուցընկեր, բոլորին ոգևորող, նկարահանման հրապարակում երբեք խնդիրներ չստեղծող և շատ հայրենիքի ազգի ցավով ապրող անհատ էր ինքը և նաև ուսանող տարիներին ես բախտ եմ ունեցել նրան շատ հաճախ տեսնել հատկապես Սունդուկյան թատրոնի բեմում փառահեղ դերակատարումներով, այնպես որ հայ ժամանակակից թատերարվեստում և կինոարվեստում նրա դերը, նրա դերակատարումը շատ մեծ էր և իսկապես այս բացական շատ մեծ կլինի։ Իսկ որ ֆիլմերի ընթացքում եք իրար հետ շփվել, համագործակցել։ Մենք համագործակցել ենք Վերջին զանգը հեռուստատեսային նովելում, հիմնականում այդ ա եղել մեր գործնական շփումը, բայց ընդհանուր շփում շատ ա եղել։ Իսկ որ դեր եք առանձնացնեք, որ դիտել եք նրա կատարմամբ և շատ հավանել եք, տպավորվել եք, որն է եղել։ Նկատի ունեք կինոյում։ Երբ որ կինոյում, թատրոնում, որ դիտել եք նրա խաղացումը։ Ես կառանձնացնեմ ամեն դեպքում Գարեգին Նժդեհի դերակատարումը, որովհետև ինքը իսկապես այստեղ նախհասկացել է ում կերպարի մեջ է ինքը և նաև գտել այն բանալիները, որով ինքը պետք է այդ կերպարը ներկայացնի։ Իսկ թատրոնում ես շատ լավ հիշում եմ ինքը խաղում էր ոտքի դատարանն է գալիս այդ ներկայացման մեջ, հետո արդեն դե չխաղաց, բայց այդ ժամանակ շատ նոր էր եկել ինքը Մոսկվայից և մեզ համար, որպես ուսանողներ, ինքը մեծ հայտնություն էր այդ ժամանակ։ Իսկ հենց որպես դասախոս շփվել եք, շփվել են ձեզ է դասավանդել է։ Չէ, ինքը ինձ չի դասավանդել, ես սցենարադրամատուրգիական բաժնում եմ սովորել, բայց մեր ոլորտը այնպիսին է, որ բոլորը բոլորին ճանաչում են։ Իսկ վերջին անգամ այս ընթացքում երբ եք շփվել, խոսել, ինչ եք քննարկել։ Վերջին անգամ, երբ որ ես Հայաստան եմ եկել, գնացել եմ հեռուստաընկերություն, ինքը մեզ եկել էր հյուր, սցենարիստների սենյակ, սուրճ ենք խմել միասին։